Ձենքեր են քանել, պայթում։ Այդ պատրվագով մտել են վերարան, հետագա գործողությունները չգիտենք ինչ կլինի, միգուցե վերադասի հրաման ստանան, վերարանի հանդեպ է ոտնձգություններ անեն, դրա համար խնդրում ենք ժողովրդին տեղեկացնել, որպեսզի ժողովուրդը ինչ աջակցությունը հայտնի վերարանին, էջմիածին գնան այնտեղ հավաքվեն, որպեսզի ապօրինի գործողություններ չկատարվեն, այսքանը։ Սրբազանը ներսում չէ։ Չէ, ներսում չէ։ Սրբազանը այստեղ չէ։ Ուրեմն ասեք, ներկայացուցիչ կա Սրբազանի կողմից։ Սրբազանի կողմից ներկայացուցիչ չկա, ես իմացա, որ օրենքի պահանջով պետք է մի հոգի ներկայացուցիչ լինի, սակայն առաջարկի ոստիկաններին մտնել չթողեցին, արգելեցին, իմ մոտ կխոչընդոտեցին, ես ֆիքսել եմ կոնկրետ, որ ոստիկանն է խոչընդոտել, որ ես օրենքի պահանջի դրան ներսում ոչ ոք չկա, իրենք ասում են, որ աշխատակիցներից մեկը կա, երևի պահագն է, բայց չեմ կարծում, որ այդ մի հոգի բավարար է։ Մի հոգի պատահական աշխատող է եղել, այդ պահին այդտեղ է եղել, երևի հիմա ներսում է։ Իսկ երբ Ես փորձել եմ, չեն թողել, արգելել են մեզ մտնել, ինչպես նաև պատգամավորներին ու մնացած ցանկացած մեկին։ Իսկ երբանից է սկսվել այս խուսարկությունը։ Մոտավոր ժամը 8:30-ից արդեն ես եմ իմացել, թե դրանից առաջ է եղել, չգիտեմ։ Դիմակավորված անձինք։ Ես դիմակավորված անձանց չեմ տեսել, ես որ եկել եմ արդեն երևի դիմակավորվածները վերևում են։ Ներքևում սովորական դիմակով կամ առանց դիմակ մարդիկ են։ Դուք կներկայանաք։ Արտաշես Սարգսակյան, ծառայում եմ Շիրակի թեմում 7-րդ եկեղեցի։ Ներսում չէ, Սրբազանը արձակուրդում է։ Արձակուրդում է, չգիտեմ Իսկ ոստիկանությունը հիմա գնացել է վերարանում է իրեն փնտրում էլի։ Դե իրենց պատրվակ էր, պետք շատ էին երազում վերարան մտնել, երևի մահագներով, ինչպես որ Հիսուսի հետևից գնացին, չէ մահագներով, թրերով, այնպես հիմա մահագներով ու թրերով սեփական ժողովուրդը ելել գնում է վերարանը մտնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությանը ծառայող ոստիկանական ուժերը այսօր փաստացի Հայաստանի Հանրապետության շահերը չեն սպասարկում, քանի որ իրենց վերադասը մոլաների կողմից է առաջնորդվում, այնտեղ Այաթոլլան ինչ-որ մի բան է ասում, չէ Այաթոլլան չէ կնել այդ իրենց առաջնորդն է ինչ-որ բան ասում, ինքը այստեղ արդեն այդ հրամաններն է կատարում։ Այստեղ նաև աջակիցներն են Այստեղ աջակիցներից ձերբակալեցին, մհերին ձերբակալեցին, թե բնական է իրենց սև գործը անելու է, հիմա կձերբակալեն ուզում։ Այս մահերն ինչ արեց։ Կանգնած չէր։ Դե խոսում է երևի, խոսալ չի կարելի։ Իրենց կաբիգ առաջնորդը երբ որ ժամանակին փողոցներում կաբիգություն էր անում, երբ որ իրեն բռնում էին, ճղճղում էր։ Հիմա այդ մարդիկ որ խոսում են, բազում է չի կարելի։ Իրեն կարել էր կաբիգություն անել, ելնել իշխանություն զավթել կաբիգությամբ, իսկ հիմա որ մարդիկ խոսում են ակտիվիստություն են անում, հիմա արդեն արգելված է։ Իրանից հետո դուրը փակել է արդեն։ Հեղափոխություն չի կարելի անել, փողոցները փակել չի կարելի։ Չես կանը։ Պարոն Մելքոնյան, թեևս թույլ չտվեցին ներս